Նա ճիպ որ ջահելերն ու խմեր գալիս էր ասում եմ չտեմ ծածկի թող ոնց ուզման ընց է պարկի չեմ ծածկում բայց հիմա ասում եմ կոմերսի մերկա Դարավոր ու խիտանտառների մեջ կորած ու դատարկված Շամլուղ գյուղում են ապրում Սերգեյն ու Սուսաննան։ Միակ ամուսինները, որոնց աչքի առաջ գյուղն ասեց կախարդական փայտիկով դատարկվեց։ Ամրակազմ Սերգեյն ու գեղեցկուհի Սուսաննան Բաքվում են ծանոթացել։ Ուղիղ 10 տարի սիրատոչոր Սերգեյը պայքարել է գեղեցկուհու սիրտը գրավելու համար։ Մենամարտեր, ձեռնակռիվներ, ինչերի միջով ասես չի անցել ամուսնացած բաժանված Սերգեյը օրիորդ Սուսաննայի սրտին հասնելու համար։ Համար պայքարն ի վերջո 10 տարի անց արդյունք տվեց։ 10 տարի եք ասում լեզվով, բայց դրանք դժվար ու հաճախ նաև հուսահատության տարիներ էին։ Մեծ հարսանիքով Սուսաննային հարց տարան չնայած, որ Սերգեյի երկրորդ ամուսնությունն էր։ Ամուսնացան ու արդեն գրեթե կես դար երջանիկ ապրում են աշխարհից կտրված Շամլուղի այս գյուղական թաղամասում։ Որտեղ գնում էր հետևից է գնում է։ Ոչ մեկը այդտենց ինձ Իրանով արավ։ Ոչ մեկը չի կարծում մտքեր գալի չկար, նայ մի ասում եմ այսօր կորավ։ Իսկապես 10 տարի։ Да, 10 лет ровно։ Տանը вообще չէին հարմարվում, չէ, в общем, այնքան արա որ ինձ Իրանով արավ, արդեն էլ ասեն դե լավ է չորտ с вами։ Որը պակավից չտեսնամ, որը քանակամ ավտոյով գնում եմ, ուրիշ ավտոյով փոխում եմ, սիգնալ տամ դուրս չեկավ, նորից մի հատ ուրիշ ավտոյով գնում եմ։ Տասնամյակների ամուսնական կյանքը Բաքվից հետո գյուղական կենցաղը ոչնչով չի նվազեցրել սերն ու միմյանցով տարված լինելը։ Բաքվում կորցրեցին ամեն ինչ, եկան այստեղ, բայց գտան միմյանց օրը հետաքրքիր դարձնելու ու անակնկալներով լցնելու գաղտնիքը։ Հեռավոր Շամլուղի ծաղկառատ մարգագետիններում Սերգեյն էլ ծաղիկ չի թողել։ Օրվա մեջ մի քանի անգամ դուրս ու տուն է անում, վերադառնում, երբ նրանք ծաղկեփնջերով։ Գնում ա տենում ա որ լավ ծաղիկա դեմս խտած եք։ Տենում ես գնում ա միտեղ, տենում անդից իրեն կա։ Խտած, այլ դե մեր դրանն էլ կա ուր ես բերել։ Բա ձերս դատարկվա։ Գյուղ դրախտավայրում են ապրում ամուսինները փոքրիկ ու գեղեցիկ տամբակը չտեսնված ծաղկաստան է, որի ամենագեղեցիկ ու հոտավետ ծաղիկը սակայն Սերգեյի համար Սուսաննան է։ Հազար ու մի գույնի վարդեր, մեխակներ, կակաչներ, ամեն բան կոկիկ, գեղեցիկ ձևավորումով, որ այգին դարձնում է եզակի ու հեքիաթային։ Միայն թե վատ է, որ արած դրածով հիացողներ գրեթե չկան։ Շամլուղ գյուղը, այսպես են ասում տեղացիները, որը իրականում համանուն քաղաքի գյուղական թաղամաս է, գրեթե դատարկ է, 1-2 տնտեսություն կա, դրանք էլ իրարից բավականին հեռու։ Տիկին Սուսաննան արդեն երկար տարիներ երազում է հարևան ունենալու մասին։ Բա մարդ ապրի ու հարևան չունենա, այդ ոնց կլինի, որ հարևանը չկա, ոչ մեկը չկա, պրիչոմ тут բարեկամը։ Հարևանա պետք, բարեկամը ինքը իր համար ուզում ապրի, դիտո գնա ապրի, բայց ես էլ ուզում եմ որ հարևան ունենամ, գնացող լինի, եկող լինի, նստենք, զրից անենք, տնանք ինքը ինչ արել, ես ասեմ ինչ եմ արել այսօր, հիմա այս տարիքում ինձ ինչ է պետք։ Մենակ էտա պետք է, հանգիստ նստեմ, զրից անեմ, նստենք կոֆե խմենք իրար հետ։ Շամլուղ գյուղը սակայն այսպիսին չի եղել, 88-ին Բաքվից տեղահանված հարյուրավոր ընտանիքներից մի քանիսն այստեղ հաստատվեցին, բայց քչերը հարմարվեցին գյուղի պայմաններին։ Մայրաքաղաքի հարմարություններով ապրած ամեն երեկո թատրոն ու կինո գնացող տեղահանվածները թողեցին ու հեռացան այստեղից։ Սուսաննան ու Սերգեյն էլ մի քանի ամիս գյուղում ապրելուց հետո տեղափոխվեցին Ռուսաստան, հետո հասկացան իրենց լեռների մեջ թաքնված փոքրիկ այս գյուղն է։ Վերադարձան Սերգեյն էլ կովի ու խոզի ծին ընդունել, խոթ ընձել, եղանբանեցնել, քաղաքաբնակ Սուսաննան էլ հույն հարևանուհիների օգնությամբ սովորեց կով կթել, կաթ մշակել ու այդպես կամաց հարմարվեցին նոր քաղաքից խիստ տարբերվող գյուղական կյանքին, որն իրենց համար բացահայտումների տեղ էր։ Ամբողջ գյուղը հավաքվել է, որ ես պետք է սովորեցնեն բանը։ Հենց դստել եմ ու իսկ կթել մորոզին ես ինչ։ Մենք ելա քեզ բալս։ Մենք չենք իմացա խոզը ոնց է պահում, ոնց է ծնում, տենց կամաց ամենը չգիտենք հիմա։ Հավերի, ղազերի ոնց են պահում, ոնց են դնում, մենք սա կամաց սովորեցինք։ Եթե ինչ որ մի բան են չլել, սովորցրել են, ասել են, ուրեմն ուզում ես սովորես, բայց եթե չես ուզում, իրանք չավատաս մոտ գան քեզ ասեն, էս արա, այն արա, չէ։
Մի հատ խոզ ենք վերցրել, պահել, մեծացրել, ջուտերը հորթը փոխել ենք, մի հատ հորթ ենք վերկել, փոքր հորթ։ Պահել ենք, մեծացրել կով։ Այդ կովից սկսալ է Կովեր սարքել են։ Կովեր կովեր սարքել։ Դա մարդիկան կովեր են սաղ պահում, տեղ կար առատ։ Բերում ենք մի քիլո սարքեցի 3 հատ։ Դե իրանք ուշադիր էին, դե չգիտենք ով երբ պետք է ծնի, ինչ պետք է անի, որ նախերը գնում են, իրանք արդեն գալիս են ասում են, «Էլ բա չթողես կով մի քանի օր ամնացել թող մնա»։ Հենց որ տենաս ծնում է, վազելով արի, ասի գան կոմագանի, շատ են մեզ կոմագարել, շատ հույները շատ են կոմագարել։ Հույն հարևաններից ամուսինները շատ բան են սովորել, խոհանոց, կենցաղավարություն, ամեն բան։ Ցավոք հազիվ հարմարվում էին նոր կյանքին, ամեն բան կրկին փոխվեց։ 90-ականների առաջին տարիներին էլ հույները սկսեցին մասսայաբար լքել այս կողմերը, հեռացան ու Շամլուղում ամայության շունչը տարածվեց։ Նրանց տներում ժամանակավոր ապրող, այսպես ասած, բարեկամ հարազատ հովեկները սկզբում գալիս ամիսներով պահում, խնամում էին տները, մտածում էին, որ հեռացողները մի օր կվերադառնան։ Բայց ճանապարհների քանդվելու, գյուղի պայմանների վատանալու հետ նրանք էլ սկսեցին հազվադեպ հայտնվել ու այսպես քիչ-քիչ դատարկվեց գյուղը։ Տները թալանվեցին, դարձան վթարային։ Պոկված դռները, մութ ու կոտրված պատուհանները մի տեսակ սարսափ կինոյի նկարահանման տաղավարի են վերածել երբեմնի շեմ բնակավայրը, որը սակայն իրենց ներկայությամբ իրենց շնչով փորձում են ապրեցնել ամուսինները։ Քաղաք հետ չեմ էլ փոխի, կյանքում չեմ գնա քաղաք։ Խեղճ երեխասա գնանք մամ չէ, գնացեք դեզմարանք, ինձ թողեք հանգիստ։ Մենք քաղաքից եկել ենք, գյուղաց ենք դարել, գյուղաց ստրտել գնաց ենք քաղաք մնալ։ Ինչու։ Դա մենք ինչ ունենք, ոչխար ենք պայրել, ղազեր, ինդուշկա, մենք հիմա չէ, հանքը շատ փչացրեց։ Ոչխարը տեղ չկա։ Արածել, Հավերը կապած է։ Վախ մեզ բրախես։ Հավերը փակի տա։ Հա, նավեսի տակա սարկած ավտոները գնում են խանգարում են։ Գյուղի արագ դատարկվելուն եւ բնակարանների ավերելուն նպաստել է նաեւ Շամլուղի ստորգետնյա հանքի շահագործումը։ Հենց ամուսինների տան կողքին է հանքի հսկայական խոռոչը, իսկ հորիզոնական թունելը հենց բնակարանների տակ։ Ինչպես տիկին Սուսաննան է ասում, բնության բաց վերքը։ Ամեն օր պայթեցումներ, որից ցնցվում են ոչ միայն Սերգեյի ու Սուսաննայի տունը, այլև գյուղի մյուս տները դառնում վթարային, ապրելու համար անպիտան։ Իսկ գյուղի դատարկ փողոցներում ամեն անգամ նոր խոռոչներ, փոսեր են առաջանում, տների պատերին նոր ճաքեր, նաև փլուզումներ։ Այս ամենը հանքավայրի շահագործման հետևանքներն են, որոնք էլ ստիպել են մարդկանց հեռանալ անվերադարձ։ Հանքն է, սաղ տրակացին։ Հանքն է խանգարում, որ չես կարում ապրանք պահես։ Այ մենք ոչխարների։ Հետո վախում ես, է։ Մենք ոչխարների։ Նստած քշերը քնած ոտի տակին դրդեն, կարող նստի, ով է։ Դե սաղ փոսեր է։ Ապրանքդ կորավ, չես կարա գնաս մանգաս։ Վախում ես դու էլ գնաս ընկնես փոսը։ Չես կար արդեն։ Հանքը շատ ապչի։ Այն կողմը վաշե որ փողոցը գնացել եք, չէ՞։ Մեր վաշե շատ ամստել։ Տակին ենք, ոտի տակին է տրակացին։ Դե ասում են հերու է, բայց ձենը գալիս է։ Շատ էլ ուժեղ գալիս է։ Շատ էլ ուժեղ գալիս է։ Տեխնիկան որ տրկ այսպես տրակացնում են։ Դե իր հետևից տրակում ալի։ Так что живем. Пока живется. Միասին քրտնաջան աշխատանքով ամուսինները ոչնչից ստեղծել են փոքրիկ, բայց հարուստ տնտեսություն։ Գյուղական փոքրիկ ու հարմարավետ տուն չքնաղայգով, որ դրախտ է հիշեցնում։ Այս տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ են ունեցել։ Երեխաները լավ ընտանիքներ են կազմել, ունեն խելացի, բանիմաց թոռնիկներ, մի խոսքով իրենց միությունը ստացված է։ Իսկ այս միությունը նախաձեռնող Սերգեյի համառությունը երջանկացրել է երկուսին էլ։ Թեև մեկ-մեկ հենց պապի նախաձեռնությամբ կարճատև ճակերտավոր մենամարտեր են սկսվում, բայց էլի հաղթում է սերը, տիրում համերաշխությունը։ Մի անգամից ստացվեց, մեր կյանքը իրար հետ ստացվեց, կարող է եւ չստացվեր, Աստծո գործն է, չգիտեմ, բայց դե փառք Աստծո, ինքը կռում է ինքները դու հաշտվում։ Ես կռվարար չեմ, ընդհանրապես կռվարար չեմ, սիրում եմ հանգիստ, չեմ սիրում որ կռվում են, որ բղավում են, ճղավում են, սիրում եմ հանգիստ խոսալ, հանգիստ, ամեն ինչը հանգիստ էլ է, Терпение. Որ համբերում ես ամեն ինչ, ասում ես կանցնի, կգնա մի բաներ։ Անցնում էլ է, գնում էլ է։ Բաքվից տեղափոխվելուց հետո տիկին Սուսաննան կարճ ժամանակում եւ հունարեն սովորեց եւ հայերեն ու աշխատանքի անցավ գյուղի գրադարանում։ Դպրոցական երեխեք շատ կային, իմ տղու հետ գնում էին դպրոց գալիս էին։
Հետո կամաց սա քոչեցին գնացին, կեսա հուն, կեսա հայ ընտանիքներն էլ գնացին, որ մերն հայեր, երնին բաներ, հույներ, կամ մերը հույներ, հերը հայեր, դրանք էլ գնացին, սա քոչեցին գնացին։ Այդպես դատարկվեց էլ Մնացել մի քանի օքել է։ 1, 2, 3 սեր խաշուանից մի 7-8 ընտանիք։ Չէ, բայց բնակչությունը շատ ալում է։ Հիմա որ ուծենց գնում եմ, ասում եմ, այդ որ մարդ է գալել, որ նոր ուզում է ստե ապրի կամ ինչ անեն, ասում sense որ նայում է կողքերքին ասում է, իրպես ո՞նց է ստե ապրում, բայց մարդիկ ապրել են, զաբորնին տեղը, ամեն ինչը ծառերը մեջին, հիմա կովերն են մեջին, ձիերն են մեջին, ես եմ չգիտեմ, օրինակ ինձ համար ցավալի է, չգիտեմ, որ այդտեն եմ sense ավիրակ, ինձ համար շատ ցավալի է։ Ու գիտեմ ով է ապրել, էլի, ոչ թե դրա համար, որ տները բանա, բայց ով է ապրել մեջին, ինչ մարդիկ են ապրել մեջին, ինչ ձեներ ա եկել, ինչ բան արել, որ այն վերևում ապրողը ասում էր Սուսան ջան, որ ես դուրս եմ գալի, ասում եմ հել, որ հելելի քշում է, որ հավերի չտան, ուրեմն կոֆին պատրաստ է, գալիս ես։ Սերգեյը քաղաք գնալ է ուզում, թորնիկների ձեռքից բռնի այգու մանգա, պաղպաղակ գնի, իր համար էլ սառը գարեջուր։ Բա գնա պիվա խմի։ Թորնիկներս հետ մանգա։ Պիվա շատ է սիրում, գնա պիվնոյը նստի, մի լավ պիվա խմի, այդ իրա երազակետ է։ Դրած որ գալիս է այնա, տարբեր ձևերի վերում է, պապա այս լավն է, պապա այն լավն է, զանգում է, խմեցիր, հավանեցիր, ամեն պիվա չի հիվանում, ասում եմ, ասա հա, էլի, ասա հավանում եմ, ինչ ես է տրեխուսին դու կոտրում, վայ, պապա, ես ինչ արնեմ, ոք է դու հովանես։ Սեզեր, Шибанай шок Շոկում է։ Пошли, пойдем гулять. Ձեդան գնաց, գնում ես ձեդա։ Գարեջրից շատ պապը սիրում է իր գերմանական հովաշանը Կեսար անունով։ Գերագույն հաճույք է ստանում նրան խնամելուց, նրա հետ խաղալուց, ամեն մի նոր հրահանգ շան սովորելու հետ երեխայի նման ոգևորվում է։ Ծոցում եմ պայել մեծացրել։ Նվեր են տվել իրան, ինքն ասա պապա դե շունը նվեր տրել, բերում եմ քեզ մոտ պահի, ասա հա հենց իմ ուզածնել է։ Սանտյանան չեմ ուժը խանութ գնում եմ հելնս։ Նկարվում են հետես, իմանում են։ Կեսարը տեղական հայտնի դեմք է ամուսինների սիրելին ու անշնչացող գյուղի միակ ուրախությունը, որ օգնում է նախկին մարզիկ Սերգեյին 78 տարեկանում է лав մարզավիճակում մնալ։ 26 թվին уже чемпион республики был Баку. Город Сумгайде чемпионом международные турниры участвовал. Все призовые места были. Я сам вольный борьба, самбо, эрку виднил парапелем. Девера галисен ерехек из моста хаганы, асмен папа давай кезет кохбарник. Гласом векек. Ире коки, ченкарым. Амеки мекмек сез денемем. Минак Մամա դուարի, մաման գալիս է դե մաման հաղթում է։ Սերգեյը ջահել տարիներին էլ մի Սերգեյ էր բոյ բուսաթով, թիկնեղ քաղաքի գեղեցկուհիների աչքը վրան։ Հիմա էլ վատ մարզավիճակում չէ, կատակում է, էլի կամուսնանայի, եթե Սուսանը դեմ չլիներ։ Մտքումը կամայացված, ինչ կրակը։ Մարդիշկան ապրում է այնքան էլ։ Այնքան էլ պետք է ամուսնանա։ Ես եթե խանդոտել նա իր չէի կարա երկար ապրում. Я не ревнивая. Знаешь, в чем это самое? Он когда что-то бывает, да, говорит, ты знаешь, что ты моя первая. Все, Эльмия сасенца, ненца, эсхинаецер, эльхина. Умельнаем им с этому дуэс. Все, вот это сказал он мне, да, все. Я растаяла, конечно. Это банча. Да, он мне так сказал. Ես հավատացի։ Ես հա դե կնիկ ինչ կգանից հավատալ է տալի։ Հավատաց, որ առաջինն ու միակն է, մանավանդ որ հաճելի էր կողքին ունենալ Բաքվում շատ ճանաչված իր միակին։ Դեմ վաղտը սովետի վաղտը հնդկական կինոները հերթ են կաղնում մարդիկ։ Ես ոչ մի անգամ հերթ չեմ կան, գալիս էի գնում էի առանց մի պրոբլեմ, ինչը պետք է ուզել է սերտները, սրազը մարել եմ։ Գնում ենք ու քաղաքում պտտում ենք կոֆե խմում եմ մատել
քաղաքում պատտում մեր կուկրուկ մտու դեվախտը միքշել բեղերս շատ էր մեծ բայց գնում եմ այն մուզիկանտը երակենն խոսում եմ բուդյոնը նյումեր բուդյոնը ժեր ինձ համար մուզիկանտ ես խափում չեմ ինքնա տանում եմ սպեցիալ ինձ համար դե ցանոթում ենք լավ ենք Բայց ինչքան էլ սրտակերի համբավ ուներ քաղաքում Սերգեյը մեկ է սիրելին հավատարիմ էր Սուսաննային կերուհիներն են այնպես մի քանի անգամ փորձել ծուղակը գցել չի стացվել Они сами говорили, что молодец Сера. Серым можно пойти в любое место и с честью вернуться домой. Այսպես են ապրում սիրառատամուսինները փոքրիկ ու դատարկված գյուղում։ Գյուղ, որը սահմանակից է հարևան Վրաստանին, այստեղ սահմանը խաղաղ է, բայց անշունչ բնակավայրը որքան էլ գեղեցիկ է, նույնքան խեղճ, մութ ու քանդված փողոցներով, գազի ջրի բացակայությամբ ու հազար ու մի խնդիրներով։ Հարևան Վերի Նախթալայի նման կամաց-կամաց Շամլուխ գյուղն էլ վերածվում է գյուղ ուրվականի։ Ու չնայած գյուղի դատարկությանը ամուսինների տանը դեռ ծուխ է բարձրանում վառարանից։ Իսկ այգում ծաղիկներն են բուրում վկայելով, որ կյանքն այստեղ չի ընդհատվել։ Լքված հուշերի մեջ են նրանք կառուցել իրենց իրականությունը, պահել միմյանց հանդեպ վստահությունն ու սերը, միասին հաղթահարել սառը ձմեռները, ամռան շոգերը։ Նրանց կյանքն օրինակ է, օրինակ այն մասին, որ սերը վայր չի ընտրում։ Այն կարող է ծաղկել նույնիսկ այն տեղերում, որտեղ այլևս ոչ ոք չի ապրում։ Իսկ դատարկված գյուղում քարտեզի մոռացված անկյունում դեռ ծխում է մի տուն, ուր կա անսահման սեր, հոգատարություն ու երջանկություն։ Դուրաչոք Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Շամլուխ գյուղից անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։